Տարերի հովին մերնեմ, իմ յարի բոյուն մերնեմ, մանեյկած տեղերին մերնեմ, հիմա էլ հողին մերնեմ, այդ, թեթա։ Թոշակ բաժանող մեքենան դեռ օձուն չի հասել, բայց անհամբեր Լարիսա տատը գյուղի հրապարակի այգում վաղուց տեղավորվել ու ընկերուհու հետ քննարկումներ է սկսել։ 87-ամյա տատը օձունում հայտնի է որպես գյուղի ժպտացող ռադիոկայան, նրա տունը ոչ միայն բաց է բոլոր հարևանների առաջ, այլ նաև լի է կատակով զվարճալի հիշողություններով ու հաճախնչող բողոքներով, ուղղված սեփական հարցներին։ Գնացի Սադիկի խանութ կայտա գիտեր, գնա շուբա հագիզեր, ուզեի որ թուրը բացանեմ, շուբա հագիզեր ընկա ներքին։ Երկացա, շերբանման առա ու գնացի տալիս տեն Սադիցը վերև այդ ինձ կգիտեն աս մանուկան օրնիկին ինտալնանդի, հա, էտա էկա թե չէ, էտ հարսս, սերապ թե դրանի բետարելիս։ Չնայած հաճախնչող բողոքներին, տատի հարցների մասին խոսքի երանգից ու աչքերի փայլից ակնհայտ է հարցները տատի կյանքի կարևոր մասն են։ Հարցից բողոքելս կեսուրյա աշխատանքն է, բայց որ մեկը նրանց մի բան ասի, հենց առաջինը ես կպաշտպանեմ, եզրափակում է տատը։ Այսպես է ապրում Լարիսան, սիրով, ժպիտով ու մի քիչ էլ հումորային բողոքի համով։ Մինչ հայփոստի գեղեցկուհի աշխատակիցները Լարիսային թոշակը ստանալու կհրավիրեն, տատն արդեն մտքում տեղավորում է ստանալիք մի քանի հազար դրամը։ Մինչ տուն հասնի, դրամապանակում մկները ծափ կտան դատարկությունից։ Ենա որ տալտեմ մատազնիներ են գնամ, շատ եմ բանալ, 5 խանութ վարտի, խաստ եմ թյարի, լամի մայլ։ Մի կտամ էլի ճոտակի, կեսմին կտամ, կեսմ վրազա կեսավորտեմ, թոշակն ստանում եմ, ես ամեն ինչն առնում եմ, ինչքան որ ծնունդ կա առնում եմ, ասեմ ուտում եմ ջուլից և այլը, բայց չէ, հիվանդի ғայդի ծեղսարը ուտում եմ ու ճոտակի է, հմի լեկակ թոշակը ստանամ, իմ պարկը կտամ ու ճոտակի է, թողտասվիտանին։ Էդ հիմա է տատը փողից խեղճանում, ինքն ու ամուսինն ամբողջ կյանքում աշխատել են հարյուրավոր ոչխար պահել սարերում, փող հետ գցել, ավելի ճիշտ բանկին պահ տվել ու մտածել, որ ապահով ծերություն են ունենալու, բայց ետքիրը քանդվեց, իրենց երազանքներն ու նպատակներն էլ մնացին անկատար։ Գիտես միլիոնի ունեինք Ազիջան, բանկը գծած, ամուսինիս որ մահացավ, կեղտոտնին կիսը տվին, 315 հազար տվին, 300 հազարը, էդ կեսը բանում, չիմով բանանն ասել պետքա, մի որ բողոք ես է, ճիշտ չի, բայց աշխատանքը տանդանքով են բանայել, պտի հանիս, են իչ հատ մի թուլա պայտրին, այդ հենց տանջված իստան են բալաջան, հլասաղ սովետը մանգած, մեր նման փող ունեցող, մեր ման անողլող, հարկող, վապքեն իտնյատ։ Լարիսան օձուն ամոջից է հարզ եկել, ոչ սեր, ոչ բան, քաղաքից տուն էր գալիս, Լարի կածանի զառիվերը քրտնամխած բարձրացավ, հասավ մուրազները կատարող խաչին ու թեպետ մուրազ չուներ պահած, բայց հենց այդ տեղ իմացավ, որ հայրը, որ օձունում հայտնի էր Կոմսոմոլ մականունով, իր ապագա փեսայի հետ արդեն համաձայնության արաղի մի բաժակը խմել է, իրենց պսակն օրհնել։ Էնպես որ դեռ տուն չհասած ճանապարհին իմացավ, որ բանը բանից անցել է, որ ամուսնանում է, որ մարդու է գնում։ Եկա քարի գլուխը չէ, խաչկա, ըտի իմացա, որ իմ հերը արաղը խմել է ճոտակի առանց ինձ դայնալվեն։ Եկա լացել է ջղայնացա, վերջի նույնի էլիշտ էինք անել, արդեն բանը դրիցը էլելա։ Արաղը խմելին էլ իրանք, առանց ինձ, կարող է ես չեմ համաձայնել, բայց դե աստված բանելի, շատ լավ տղա էր, շատ աշխատող, ամեն ինչով, ինձ հարգանքը ու վրդիգներ ինձ առանց ինձ տեղ չգներ, այդ հենց հարցերի, էդի պիշիտ է դա, թե մի գյուղած չենք Ազիջան, չէ, թե բրոց եմ եկել գնացել և այլը մի գյուղած չենք, հետո էլ իմ հորանքելի որ սարում էին, դի տեսելին, ինձ տեսերանքել, տենց, այդավ ես էլ լացելա, որ չեն առանց ինձ վանայել, բայց է պարկաստու աստված տեր, որ իր կգրիներ, թավուշները չէին հաչին, իմ հիգնապահներ։ Ռազմիկ պապից Լարիս տատը դժգոհելու բան չունի, իրեն թագուհու պես է պահել, ճիշտ է սարերի թագուհու, որ մեկ ոչխարել է խուզել, հովիվել է գնացել, փոխարինել Ռազմիկին, բայց մեկ է դժգոհ չէ, կոլխոզ-սովխոզ իր արևով էին երդվում եւ կարևորը փողին փող չէին ասում, սրտի ուզած նոտում էին հագնում, հլադեռ մի բան էլ ունեցվածք դիզում։ Ապրենք ամեն ձևի միրց, որ ասեն ջուրն ատեց մեր փողը բան չանել, ջուրը կկապվեր։ Բապրե, մի հատ էլ ետ չոբանի տղա էր, մի օր բան եմ առնում, ասավ Լարիս տատի ասավ, են ձեր փողը որ քշերքի վրա դնեց,
իսկականի թարներով ոչխարեր խոզեր, ամեն ինչ այդ բանը գերեզմանեիցը դենը ընդիկեն են գելի 19 տարեկանուց ամուսնացել եմ կյանքս անցնում մութողոնավայրերում հագու ձորերից հագու սարերը գոլորթա բլակտուտա արդվուցը բռնած եւ այլը բանը հետ պտիտ եմ եկել երկրակունդը որ շարժվում է ես էլ հետն եմ շարժվել я փուջուտակին եմ մնացել արիվանձերևի տակին այս բանը խաչկա չէ ծխամակը այդտեղ գնացինք ամուսինս էլ яփնջի ունեն չէ անձրի մեկին էդիա մեկլի մի հիվանդ օգնու բերին դի թողին ու գնացին վախեցինք ասեն կարող է մի բան ասավ ես վախում չեմ իմ ամուսինը դի ոչխարը տակցուցի տակ բհեր բար տարում ջորում կացել եմ գուլբեքս նվացել եմ խաբարարի կիմիարին Այդ ինքն է, որ ջահել սիրուն տարիները սարեր ձորերում է մաշել, դրա հետ էլ հասցրել գյուղում դրլիկ անել, բոստան ու այգի մշակել։ Մի բան էլ սովխոզի այգիներից մրգեր, դաշտերից կարտոլ ու կաղամբ, վարունգ ու լոլիկ թրծրել, ձմեռվա պաշար պահոց ապրուց ստեղծել։ Հիմիկվա հարցներից շատերը իսկի Սարյանուն լսել չեն ուզում, դա դեռ ոչինչ, մարդիկ հիմի այլ կերպ են փող աշխատում, չաշխատելով։ Բա ինչ ասես նրան, որ շատ հարցներ սկեսուրի գլխին մաշ չեն թողնում, լավատեղյակ է տատը։ Բանը հարցը բերել կալել, կեսորը տվել խոչղից բանով, շինով, շարունակով տվել է բան այլ մահար չմարել, դարան բրնել, այդ թավրայլ անդակնի կար։ Նայ կրարկմա թող թավնեին ենպես տանի, ես աստուն հվատում եմ, իմ մերն ասել դու աստու տակի տնված ես, ոնց որ ինչ էլ անում եմ, շատ կերեի, հլե բովես էլ տատկում եմ, հրե շարքված են բաները, աստու ճուտերը, իր աշակերտների հետ ասպիս երևում է, ես հավատում եմ ասում։ Բա շատ այլ անդակնեն, մի հարցը չկա, Էնա կարմետ գլուխը պայի։ Տո հիմի լավ է, որ աղջիկ ու հարց լաչար են, տատի խոսքով ասած մարդու աչք են հանում, բա իրենց ժամանակին չէր, հեզ էին խոնար, խոսալու իրավունքից էլ զուրկ։ Ես մեր եղացի բանը տեղերանց հետ էլ խռովեի, կեին ասենք որ բանն են խոսեի ուր, համի պեսպերերի, համի չէ, պեսպերերի, ով ցանկանում է պագուլայանը, վարը են պատեզները մեր պագուլայի, դին դենված։ Մի ավենա վերցվել են, խաղպատել են, պատանացել են, ծով էտնելա փոխվել, իշխանությունն ասում եմ ծանային կայան գեղեղարին, որ ծանային հացի ֆոտոկեր, հմի ֆոտել չկա, համել չկա կերանցներ բացի։ Եկեղեցին գնացել, սաղցը հետ իստատները բաց տանկերը մենակ, դա շնոր տենց են անում չտակի, աշնոքությունին այդպես անում։ Բա ձեր վաղտը տենց բաներ չկա։ Չէ, չազուջան, շատ կնեի, իմ քորոցն էլ դնեի, որ չրի, համի բացոտյա։ Դա դեռ ոչինչ, Լարիսան էլի բողոք ունի, անիծում ու երեսն է պոկում, երբ իմանում է, թե ինչ միջոցների են դիմում աղջիկները գեղեցկանալու համար։ Սիլիկոնե տիկնիկները օձունում Լարիս տատին ավելի լավ է չհանդիպեն, տատը բնական գեղեցկության կողմնակից է, գեղեցկանալու միայն մի միջոցից է օգտվել ամբողջ կյանքում, դա էլ ոսկյա օղերն են։ Էն էլ մի բարդ պատմություն, որ լսում ես, լսում ու չես հասկանում, թե ով ինչ ոսկի է տվել, ինչպես է այն փոխարինվել։ Ոչ քծված եմ, ոչ կրացված եմ, ինչ կամ, ինչպես տնվել եմ, այնպես էլ դինում։ Կացի օղեր են կլոր որը լմա է հասոտ տանք։ Ուրեմն խալին մեր կեսորս քիրը ուրիշի մատան երբերել, որ մի նշանին տա, հետո տանի փոխանակը մի ռուբերի։ Էտա վերկալավ գնացի հորանցս տուն, որ եկա մեր տենամ կեսորս այդ օղերը գցելա։ Հա էլ բան չասի, խալի չեն գործել, ասավ Թերեզը իր աղջկանում, ասմա Թերեզը բերուց բան արավ, բայց այդ մեր մոքիրը ասել էր, թե բանա, կեսուրս ասելա, ես օղերն եմ սիրում, ուրեմն թե արել, որ են բերի ինջա, էտա որ բանելավ, եդնութել են տալիս դեկորը կնգանыз, որ պսակեցին բերին, ամուսինս գնաց, որ խրովատանի, կեսուրս իր մորիցը արաղուզեց, որ խրովատանությունը բանանի, տվել չէր, ասավ ընջակնից օղերս պոքիտ Քաշու պոկի, եդնուց տվել էր, այդ է, հետո էլ այդ մի հատը հանդամը կորցրի, խոթարկմը երևի չույլ էր, որցրի են մին էլ տվի դեղթավան աղջկանս, այդ էլ մատանի ծարքել էր, համիրա նշանին է կողացել համետ։ Ես էլ են Մոսկվայի աղջիկս աթորս չի գիտեմ ոսկյա, չգիտեմ միտկականից ոսկյա, թե ինչ չբոյ, կամ կարող եմ ինտիկա, են որ ասմա բաստուրում են ծախım տախտակի վրա լսած կլեց, բաստուրման են թե ծախեն, տախտակ։
Իրենց ժամանակ էր, որ 15 տարեկան անցնում էր, երիտասարդների ծնողներն անհանգստանում էին, թե զավակները տանը չմնան ու գրեթե առաջին պատահածի հետ պսակում էին։ Հիմա ջահելները աղջիկ թե տղա ամուսնանալու անուն լսել չեն ուզում, նկատում է։ Ազատ կյանք, վայելքներ, բայց չէ որ ծերանալու են առանց ժառանգի, ոնց կարելի է, բարկանում է տատը։ Որ ներկարում են գուլայտելելու են ամուսնանում։ Ենա իրանց ծմա իրանց ընտրում են ման են գալի։ Մի օր ծանային կայան արկներից բան Բաղրամյանից ինձ մարդար քոլախաուն բան իր տախում։ Ենա մանեկո քատկարքի ապտե։ Ասած կանանչ խնձորը շուտակել։ Այսպես ասում, խոսում, ծիծաղում ու օրն է անցկացնում Լարիսա տատը ու ասածներն էլ բամբասանք չի համարում, այլ պատմում է որպես անեկդոտ։ Պատմում է ու ասում, որ չի էլ չարանում, սիրտը մաքուր է։ Աշխարհը փոխվել է, իրեն ժամանակներն էլ անցյալ են, ինչ ուզի այսօրվա ջահելներից, բայց դե ինչ կատակ, եթե կեսը ճշմարտություն չլինի։ Ասելիքն ուղիղ մարդու երեսին ասում է ու վերջ, վախենալ չունի։ Չի վախենում նաև մահից, ասում է մեկ-մեկ, որ բժիշկների դուռն է ընկնում, չեն հավատում, որ շուտով 90 տարեկան է դառնում։ Առույգ, կայտար, հումորն էլ տեղը, որից անմասն չի թողնում նաև բժիշկներին։ Ենա որ գնեի բժշկուին բան ասեն, քանի տարեկանից տատի, ասի ինչքան կլինեն դառնալ, բայց մի 80 7 90 ասում են 100 տարեկան, թաթե 100 տարեկան մնաց։ Հա, ասեն բաներ տեն տալի, ինչին ապետ։ Ես ինձ թմայի փմեմ, թխմեմ ազիջան։ Գյուղում են լավ են ճանաչում Լարիսային, կատակախոս, ուղղախոս, բարի կամեցող։ Չեն նեղանում դիպուկ կատակախոսություններից, չեն նեղանում նաև հարսները, հարազատները։ Տատն էսպիսինն է։ Տատն էլի պատրաստ է զրուցել, անվերջ պատմել, սակայն հորդառատ անձրևը խանգարում է, բացի այդ նաև թոշակը ստանալու ժամանակն է, արդեն ներս են հրավիրում։ Լարիսա տատը հրաժեշտ է տալիս ու մաղթանքներ ուղղում։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Օձունից, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։